Ջրերը դուրս են գալի ու երթևեկությունը անանցանելի է լինում, այսինքն այնքան ջուր է լցվում, որ մեքենաները ջրի տակ են ասես կեսը մնում, ամենահենց հիմա գլոբալ խնդիրներից մեկը այդ է։ Ինչու է դա դարձել խնդիր վերջին տարիներին եւ ինչպես կարգավորել։ Դուք ասում եք հիմա շատ պարզ կոմունալ խնդիր է դա։ Քանի որ ես չգիտեմ իհարկե դա ժամանակին ում որոշումն է եղել, որ մեր սաղիտ ինֆրաստրուկտուրան, հա, ոնց որ գազը, հոսանքը, ջուրը եւ այլն տվել են, այսինքն դա նախ կարծում եմ, եթե տալիս ես ամբողջը պիտի տաս։ Այդ դեպքում ինչես հասարակական տրանսպորտը քովրա վերցրել։ Այդ ժամանակին էտելը, ինչի վերցրեցինք մենք դա։ Դա մյուս ամենամեծ սխալներից է, որովհետեւ իրականում դա անկել է մտնում կոմունալ խնդիրների մեջ։ Չնայած համարվում է տրանսպորտային հարց, բայց մեկը կոմունալ խնդիր է ինքը դառնում, մարդկանց տեղաշարժվելը եւ այլն։ Որ իրանք շատ փոխկապակցված են, այսինքն ստացվում է ինչ որ քաղաքին խնդրեմ է, ինչ որ փող է տա բերում, դա տվել են ուրիշին, ինչ որ փող է տանում, պետությունը եւ քաղաքը վերցրել է իրան։ Անիմաստ է դա, որովհետեւ նույն հասարակական տրանսպորտը մենք կարայինք տայինք այլ 10 հատ, ասենք այդ մեր ժամանակ 200 մարշրուտ գիծեր, բաժանեն, միանային, վարկ վերցնեն, թող 100-ը դառնային 10, իրանք է բերեն փողը, իրանք, որովհետեւ իրանք հասած ավելի լավ կարողանային դա կառավարել, քան Երևանի քաղաքապետարանը։ Հիմա ասելով ձեր ասացին, ասեմ, որ վիոլա ջուրը, հասկանում եք, իրանք կարգ ու կանոն պահանջող երկրի սուբյեկտ բան են, ոնց որ ֆիրմա են։ Իրանք գիտեն, որ չի կարող, որովհետև չկա ֆրանսիացի, որ կարա ֆրանսիացի հավաքարարները տերևը ավլեն, օրինակ հիմա այս պլատանա, չէ՞, պլատանը մեր հզոր ծառերից է, բայց այս կենտրոնում ամենապրոբլեմն է, որովհետև պլատանը շատ հին է, շատ մեծ արմատային համակարգ ունի, կարա մտնի օրինակ վնասի մեկ, երկրորդը պլատանը ամենամեծ խնդիրն է, որ ինքը համարյա 10 ամիս տերևա թափում, անընդհատ։ Մնացած ծառերը, ասենք 10 օրում է թափում, չէ՞, թեղին, չգիտեմ, հացենի, բայց պլատանը միշտ այդ խնդիրն ունի։ Իսկ պլատանի տերևները շատ մեծ են ու շատ ավելի ամուր են։ Հավաքաները իմացեք, որ մաքրում են 80%-ը լավագույն դեպքում։ Մնացած 20%-ը լցնում են այդ հեղատարերի մեջ։ Դրանից հետո ով պետք է վերահասկի, այսինքն այդ մարդկանց գլխի նորմալ բրիգադիրներ չկան։ Մասնագետներ չկան, օրինակ Թաղապետանի կոմունալ բաժնի աշխատողներից նպատակը նա որ ինքը պետք է հերթով, ասենք ցուցակը գրի, գիտի որտեղ կա այդ հեղատարը, որ գնա բացի տենա ինչ վիճակն է լցված, դրանից հետո լավ արել, բայց Վիոլան ասում չի ես պետք է քաղաքապետանի հավաքարարի պատճառով գամ անդամ փող ծախսեմ, իմ պայմանագրում տես բան չկա, ու սկսում է մնացած խնդիրները։ Ժամանակին լավ չեն պայմանավորվել, չգիտեմ, բազմաբնակարան շենքինը համատիրությունը պետք է անի 1.5 մետր հետո այնի լուկը մի քիչ 20 սանտիմ էս կողմալում, այդ խնդրը չիլում եկե տենում ես, ասենք 6 մուտքանի մեծ, ասենք 5 լավ շենքա, բայց տակերը սաղ ջուրալացում, որովհետև չեն կարող քաղաքապետարան, համատիրություն, թաղապետարան, վիոլա իրար հետ պայմանավորվեն։ Նույնն է խնդիր, այսինքն նայեք, ինչ հետաքրքիր բան է այստեղ, որ Երևանում հստակ չի ովքեր են պատասխանատուները։ Օրինակ հիմա մենք կանգնած ենք այս Երևանի ամենալավ տեղերը, Երևանի սրտում, հա, ասենք Կարապի լիճն է, չէ՞։ Կարապի լիճում կարող է մի հատ խնդրեմ լինի, մեկը բերի աղ թափի, մեկը մի հատ կարող գա հաց ուտեն, ասենք երիտասարդները թողեն գնան, չէ՞։ Եթե դա գիտեք ով ան, կանաչապատման բանվորը, որովհետև այդ հավաքարարը ժամանակի հիմա պարբերաբար բերում են տարբեր տեղերից։ Այսինքն ինչն է ասածս, որ Երևանի նման կարևոր տեղերը պատասխանատու չունի պատասխանատու, այսինքն որ ասեն եղբայր, դու ով ես, ասի ես Երևանի կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի, օրինակ կամ չգիտեմ, կանաչապատման թող իրանք որոշեն, Կարապի լճի կամ Հյուսիսային պողոտայի պատասխանատուն եմ կամ անգամ տնօրենն եմ, որ մարդ լինի, որ անընդհատ շրջվի, այդ մարդուն տաս մշտական ինչ որ ասենք բանվոր, հավաքարար, մակրողի հաստիկ, որ այդ մարդի կանաչապատումով զբաղվի, կանաչապատման խնդիրներով զբաղվի, մայթերի խնդրով զբաղվի, լճի խնդիրներով զբաղվի, հասկանում եք, այս հոսանքի խնդիրներով զբաղվի, մարդկանց հետ շփվելով, մեկը շուն ա տալ, մեկը երեխա է, մեկը շունը լողացնում է, մեկը առանց դնչակալի այդ ագրեսիվ շներ ա բերում, անընդհատ խնդիր կա, բայց Հյուսիսային պողոտան որևէ մեկը չկա, ասկի նայեք, բան չկա, նորմալ պարեկ չկա։ Իսկ չի կարող ասես կարևոր տեղերը Կասկադում, ստեղ Հյուսիսային պողոտա հրապարակում պարեկները միշտ պետք է լինեն, հասկանում եք։ Դա նրանից է որտեվ էլի չկա, օրինակ ասենք դու ով ես, ես չգիտեմ, մենք բակեր ունենք Երևանում հեկտարներով, մի քան հեկտարանոց բակեր ունենք։ Այդ բակերի կառավարումով է զբաղվելու։ Այդ նույն խնդիրն է, որ այդ կոմունալի պատասխանատուն օրինակ Մոսկվայում հստակ դրված է կոմունալի աշխատողի վրա։ Կարող չի ջուրը, ասենք Վիոլանով է, պետական մասնավոր։ Կոմունալ ինքը լավ չի արել, ես նկատել եմ, ես քեզ եմ մեղադրում այդտեղ։ Աշխատավարձից կարող են ինչ-որ անել, չգիտեմ, շտրաֆներ ունենան եւ այլն։ Մեզ մոտ այդ դիալոգը Վիոլայի եւ բայց Վիոլային է պետք է լսել։ Հաստատ միլիարդանոց կամպանիա, հաստատ հզոր մեծ փորձ ունեն, չէ՞։
Բայց կարող է ինչ որ իրար այդ խնդիրներ ունեն, ես չգիտեմ, դա պետք է անել, բայց ասածս ավարտը մենակ նրանով, որ դուք պատկերացնեք ամենազարմանալի տես նոնսենս չասեմ, բայց չգիտեմ ծիծաղաշարժ ասեմ, որ Երևան քաղաքի մակրությունը օրինակ բակն է, հետո շենքն է, հետո մայթն է, հետո փողոցն է, չէ՞։ Բակը ուրիշ մարդ պետք է ավելի Երևանում։ Շենքի մուտքը ուրիշ մարդ պետք է ավելի։ Մայթը ուրիշ մարդ, բնաբաժակը մայթի ուրիշ է, փողոցը ուրիշ է։ Հիմա պարզ են, որ փորձել են, հասկացել են, բաժանեցին, բակերային սարքեցին, ինչ որ թաղապետարաններին տվեցին ավելի օպերա, բայց էլի հարցը չի լուծվում։ Որտեւ ընդհանուր չկա կոնկրետ տեղանքի, էլի են ասում, թաղի ոնց է, չէ՞, այսինքն մեկը պիտի նի ասի, ընկեր դու ով ես, ես Կոնդի թաղապետն եմ, ես Սարի թաղի թաղապետն եմ, ես Նորագյուղի թաղապետն եմ, ես չգիտեմ, կինոմոստի մեծ թաղերի մասին է խոսքը։ Մեր մոտ էս բան չկա։ Չի կարա լինի, որ ասենք Նուբարաշենին 10,000 բնակչով ունենած մեծ թաղապետարան, Սարի թաղում ապրի համարը 30,000 մարդ, մի հատ քաղաքապետարանի աշխատող մարդ չլինի։ Կոնդի նման ամենակարևոր պատմական տեղն է, 5,000 մարդ ապրում, մի հատ էլի պետական որևէ մեկը չի լինի։ Այդ թաղապետեր իրականում սենց այստեղ շատ լուրջ բաների ռեֆորմների կարիք կա։